Յուրաքանչյուր մարդ իրավասու է ունենալ սեփական կարծիքը ամեն մի հարցի վերաբերյալ։ Բոլորովին իմ նպատակների մեջ չի մտնում խրախուսել արտամուսնական կապերը, խրախուսել մինչամուսնական կապերը ամենևին։ Ուղղակի, երբ որ մարդը ունի սեռական ցանկություններ եւ զսպում է դրանք, կա հավանականություն, որ դա բացասական ձևով կանրադառնա իր հոգեհուզական դաշտի վրա։ Խոսքը դրա մասին է։ Եվ չեմ կարծում, որ սեռական կյանքով ապրելը մարդուն դարձնում է այն, ինչ դուք նշել եք ձեր կոմենտի մեջ, չեմ ուզում կրկնել բառը, եւ որպես խորհուրդ կարող եմ տալ վախենալ ոչ թե մարմնով այդպիսի տարածներին, այլ այսօրվա ավելի շատ տարածված հոգեպես այդպիսիներին, որտեղ որ մարդը հոգու ներսից ունի անբարոյականության էլեմենտներ արտահայտված, դրա դեմ պայքարելն անիմաստ է եւ նա չունի ետդարձի ճանապարհ։ Իսկ եթե մարդը մարմնական ինչ-որ հաճույքներ է բավարարում, ինքը միշտ ունի ետդարձի ճանապարհ, ինքը կորոշի երբ վերադառնալ։ Եվ վերջի վերջո մարմնական թուլությունները բոլորին են տրված։ Եթե ինչ-որ մեկը կա, որ իրեն 100%-անոց պաշտպանել է մարմնական թուլություններից, մարմնական զգացողություններից, հաճույքներից, ապա չգիտեմ, ես տենց մեկին չեմ ճանաչում, դուք ճանաչում եք, խնդիր չկա։ Եվ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, երբ ապրել սեռական կյանքով, ում հետ ապրել։ Ուղղակի, գիտեք, մեր յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր երկիր ունի իր մենտալիտետը, ունի իր ավանդույթները, ունի իր տրադիցիաները։ Մեր երկրում օրինակ ընդունված չի մինչ ամուսնական հարաբերությունները, մինչ ամուսնականի մասին է խոսքը, աղջիկների համար։ Տղեկի համար օքեյ, խնդիր չկա, տղեկը կարող է նիքահ հարաբերություններ ունենալ, տարբեր մարդկանց հետ հարաբերություններ ունենալ, մինչև ամուսնանալը, բայց աղջիկների դեպքում ոչ։ Այդ տենց ընդունված է։ Իրականությունը թե ինչպիսին է, շատերը ինձանից ավելի լավ գիտեն, ես չի որ պետք է բարձրաձայնեմ դրա մասին։ Այնպես որ հարցը կարող է տարբեր տեսանկյուններից դիտարկվել եւ բնականաբար կհնչեն ամենատարբեր կարծիքները։